Ես եմ սևերս մնալ, հաջան։ Եվ տարի առաջ ես մենք դիմումներ կատախազություն Ինչ թեմա է եղել։ Դա ես կոնքան հասարու։ Եվ տարի առաջ պատասխանը դերից կրա։ Չի բացահայտվել։ Ոչ մի անգամ դիմումներս չեմ ստանում ես։ Ահա։ Հիմա մենք Անն ազգանունը կասեք եթերում է։ Ինձ մի քանի անգամ ձեզ մոտիքել ալեսի մի անգրել որի դասերը պետք է Մի հատ Անն ազգանունը դեպքի օր։ Ոստիկանություն եմ, ոստիկանություն։ Անն ազգանունը 99% գիտամ, 1% չգիտա, բա ոչ։ Դուժողի Անն ազգանունը։ Ես այդ ինձ դիմումա գրել կտածես։ Շատ լավ, օգնական աստեղա, պարոն Իսախանյան։ Մեկ էլ մի խնդրանկելի։ Մի հատ իրանք էլ դիմում ունեն սպանության գործը։ Մեկ էլ մի հատ 3 տարի առաջ ինձ անմեղտեղ դատին, տնային կալանք տվին։ Ինչ հոդվածով։ Ոստիկանության շենքը Ինչ հոդվածով։ Ինչ հոդվածով։ Եղջին տարբեր հոդվածներով զենք։ Դե եղբայր դատական գործեր կապված ես ինչ ասեմ։ Չէ, բայց դե արդեն դատել են մարդուներին։ Դատել են։ Ես ինչ անեմ։ դատել են։ Բարև ձեզ։ Որչի չկամանք, յոլա յակետկայ։ Թող բան խոսանքնեմ նույն։ 2 տարի 4 ամիս, 2 տարի 4 ամիս, 5 տարի կես ընդ դատել են, վերաքննիչ ազատելա որ։ Եղբայր, եթե դատանը դատելա, ես չեմ կարա բան անեմ։ Եթե դատելա, ուրեմն հիմքակ թե չէ որ դատել։ Չի ոչ բա Չի կարա։ վերաքննիչ ազատելա։ Հա, ազատելա։ Ազատելա, ազատելա։ բան չի կտե, բա 2 տարի 4 ամիս անմեղտ նստել է միջի համար, այդ։ Հիմա դուք կարաք դիմեք, էլի ձեր, եթե նայած վերաքննիչ ազատելա, նայած ինչ հիմքով ազատել։ Հիմքով որ ոչ մի բան չկտացին վրան, պարոն Խաչյան, ոչ մի բան։ Եղբայր, ես մի չեմ կարա բանավոր։ Եթե արդարացման հիմքով է ազատել, դուք իրավունք ունեք ձեր այդ ընթացքում ձեր կրած վնասների չստացած շահույթի հարցով դիմել եւ փոխհատուցում ստանալ։ Եթե ես ընդունում եմ, բայց ես իմ տեղը հարցամ պիտի բացահայտվի։ Պետք է բացահայտվի, պարոն Խաչյան։ Պարոն Իսախանյան։ Որ ստից կասկածելով վենդետա չլինի, ասեն ես եղավ, ես կասկածելով մարդու վրա չեմ եկում։ Իմ դժվարին իմանամ ես քաշեմ դրած։ Դուք անելու բան չունեք, դա պետության գործն է։ Ուրեմն իմ ուսը ձեր վրան ամնում։ Հա, եղբայր, բայց դե հիմա պետք է հասկանալ, եթե բավարար չափով փաստեր կան, պետք է բան անել։ Եթե լրիվ փաստեր կա, զապիսներ կա, ամեն ինչ։ Ես չեմ բացառում, որ քննությունը մի րոպե խոսում եք էլի։ Ես չեմ բացառում, որ քննությունը բավարար ուշադիր չի, արդյունավետ չի եւ այլն։ Ձեր ազգանունը ինչ է։ Հարությունյան Հարությունյան։ Լսում եք ձեզ երկու բառը դուք եք լսել։ Բայց լինում են դեպքեր ընդհանրապես աշխարհի բոլոր երկրներում է, որ հանցագործությունները չեն բացահայտվում։ Աշխարհի ոչ մի երկրում չկա որ 100% բացահայտում կա։ Բայց ես հիմա ձեզ խոստանում եմ, որ մենք նորից մի հատ կնայենք, կխնդրենք մեր իրավապահներին առավել ուշադիր նայել, որպեսզի բացահայտվի։ Մի բան ասել գնացեք։ Որ ասում են 99% գիտեն 1%, այդ ո՞նց եղավ։ Այդ կպարզենք։